Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հայաստան խմբակցությունը առաջադրեց դաշնակցական падգամավոր Լիլիթ Գալստյանի թեկնածությունը։ Ընդդիմադիր երկրորդ ուժը ստորենքի միայն մեկ հանձնաժողովում նախագահ առաջադրելու իրավունք ունի։ Եվ այս առումով կարծում եմ, որ Լիլիթ Գալստյանը շատ օգտակար դերակատարություն կունենա հատկապես այս շատ դժվարին իրավիճակում։ 8-րդ գումարման խորհրդարանում այս հանձնաժողովի ղեկավարումը դարձյալ ստանձնել էր ընդդիմությունը, սակայն հետագայում քաղաքացիական պայմանագիրը այն ժամանակվա նախագահ Թագուհի Թովմասյանին հեռացրեց պաշտոնից, պատճառաբանելով, թե նա չի մասնակցել ազգային ժողովի խորհրդի նիստերին եւ թերացել է հանձնաժողովի աշխատանքները ղեկավարելու հարցում։ Դրանից հետո հանձնաժողովը փաստացի ղեկավարում էր փոխնախագահը, ՔՊԱ-կան Ռուստամ Բաքոյանը։ Այժմ ընդդիմությունն առաջադրել է թեկնածուներ ինչպես նախագահի, այնպես էլ փոխնախագահի պաշտոնների համար։ Իրականում շատ է մեծ գայթակղություն է ներկայացնել մեր այս հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արթուր Սարգսյանին, բայց մեր գործընկերը ասաց, որ ավելի լավ է գործնական հանձնաժողովի նախագահ լինի, որտեղ ինքը զրկված է լինելու հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարել, իսկ հիմա Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը օդ ու ջրի պես անհրաժեշտություն է։ Օրվա առաջին կեսին падգամավորները քննարկում էին կրթության հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊԱ-կան Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը։ Ընդդիմադիրների հարցերը տարբեր ոլորտներից էին։ Օրինակ, Հայաստան խմբակցությունից Գեգամ Մանուկյանը հետաքրքրվեց, թե ինչ փուլում են 2022-ին ֆուտբոլի ֆեդերացիային հատկացված 5 միլիարդ դրամով 4 խաղադաշտերի կառուցման աշխատանքները։ Ընդ որում, այս գումարի կեսն ըստ ընդդիմադիր падգամավորի ֆեդերացիային փոխանցվել է 4 տարի առաջ։ Որքանավոր ես եմ տեղյակ, այդ գումարը երբևէ ոնց է կոչվում Գանձապետարանի հաշվի համարից դուրս չի եկել եւ չի գնացել ֆեդերացիայի հաշվին։ Պատճառները մի քանիսն են, երկուսը գիտեմ մոտապես, որտեղ ֆեդերացիան որտեղ մատը դրել է, որ ուզեցել է կառուցի, պարզվել է նախկին մարզպետի կամ քաղաքապետի ապօրինի գույքն է։ Գնացել է, ուզեցել է կառուցի, դատախազությունն եկել ասել է բարև ձեզ, այս գույքը նախկին մարզպետն է, քաղաքապետն է, падգամավորն է, նախարարն է, իրանց ամբողջ գույքն է։ Շարունակելով ՔՊԱ-կան падգամավորն այդուհանդերձ շեշտեց, 4 խաղադաշտերից մեկը կառուցվում է, ավելին ավարտական փուլում է։ 3 րոպեվա մեջ Հարություն Աշյան տարբեր բան ասեցիք։ Եթե ասում եք մի մարզադաշտը գրեթե պատրաստ է, բայց դրա փողը որտեղ է։ Եթե ասում եք գանձապետական հաշվին է, նա գանձապետական հաշվին չի։ 22 թվականի դեկտեմբերից հետո 23 թվականի հունվարի 30 օրվա մեջ փողը փոխանցվել է ֆուտբոլի ֆեդերացիային։ Երկրորդը, որ էլի նախկիններին եք մեղադրում, մուննատ գալու դեպքում կառավարության աշխատակազմի ղեկավարին, եթե կառավարությունը նախագիծ է սարքում որոշման ու նշում է այս մարզադաշտերը, փողն է միանգամից տալիս է, բայց չեն ուսումնասիրել այդ մարզադաշտը ումն է։ Բոլոր բուհերի կառավարման խորհուրդները գտնվում են ՀՀԿ-ի վերահսկողության ներքո։ Բոլոր բուհերը պետք է ապաքաղաքականացվեն։ Կրթության հանձնաժողովի նախագահի թեկնածուի քննարկման ընթացքում ընդդիմադիրները քաղաքացիական պայմանագրին հիշեցրին 2018-ի նրանց առանցքային խոստումներից մեկը բուհերն ապաքաղաքականացնելու մասին։ Հիմա անցել է 8 տարի։ Մտածում ենք, ասում ենք, բայց չհաղթեր այդ հեղափոխությունը։ Բայց չլիներ այս մարդը մեր երկրի վարչապետ ու այսօր գար ու շատ հանգիստ վարչապետի որոշումներով առանց որևէ լարվածության Երևանի պետական համալսարանի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից հեռացներ պաշտպանության նախարարին Սուրեն Պապիկյանին։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհրդից հեռացներ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին, որը սահմանադրությամբ իրավունք չունի զբաղեցնել որևէ այլ պաշտոն։ Բուհերի խորհուրդներում ընդգրկված պաշտոնյաներին թվարկելուց հետո ուժեղ Հայաստանից Էդգար Ղազարյանը պնդեց. քաղաքական հայացքների պատճառով դպրոցներից ու համալսարաններից դասախոսներ եւ տնօրեններ են հեռացվել։ Ընդդիմադիր падգամավորին արձագանքելու համար ՔՊԱ-կան Արայիկ Հարությունյանն ասաց, թե ստիպված է փոխել իր պատրաստած ելույթը։ Ըստ էության չհերքելով, որ բուհերն ապաքաղաքականացնելու ՔՊ-ի խոստումը թղթին է մնացել, Հարությունյանը փորձեց հիմնավորել, թե ինչու է այդպես ստացվել։ Մենք բուհերի այն տրամաբանությունը, որ դրել ենք 2018 թվականին, փոխեցինք, որպեսզի բուհերը փրկենք զավթումից եւ այն մարդը, ես, ով կողմնակից էր եւ ջատագովներ դրան,
ժամանակավոր լուծում համարեց այն ինչ որ հիմա տեղի է ունենում մեր խորհուրդներում։ Եվ ինչ հետաքրքիր սցենար է առաջարկում պարոն Հարությունյանը։ Ասում է, գիտեք, ելնելով այն կանխավարկածից, որ նախորդ իշխանության ներկայացուցիչները եւ իրենց ձեռքերը կարող էին վերցնել գիտական ուսումնական հաստատությունները, պետական բուհերը, որոշեցինք մենք դա վերցնենք, որպեսզի բուհերը չքաղաքականացվեն։ Եվ կարելի է այսպիսի պրիմիտիվ բանով մոտենալ հարցերին։ Այսօր էլ падգամավորները չմոռացան խոսել իրենց իսկ հռչակած բարեկրթության օրակարգից։ Ընդդիմադիր ամենամեծ խմբակցության ղեկավարը ռիսկ է տեսնում, որ այդ օրակարգի միակ պահպանողը կարող է մնալ ինքը։ Երկին շնորհեցին քեզ լեզու ճարտար, քարոշ չի ստացար հրճակ ու անճար։ ԿՊԱ-ական падգամավոր Գարիկ Սարգսյանն էր ամբիոնից Ռաֆայել Պատկանյանի հայրուս թուքը բանաստեղծությունն ընթերցել ու հարուցել Նարեկ Կարապետյանի վրդովմունքը։ Այնպես չլինի, որ բարեկրթության, նորմալ աշխատանքային հարաբերությունների միակ հետաքրքրության կողմը ես մնամ այս դահլիճում եւ բոքսի գնացողներ էլ կան մեր մոտ, տանձիկներ ունեցողներ էլ կան ու շատ ինքնավստահ տանձիկներ, ասեմ։ Հորդորում եմ նորմալ աշխատանքային զրույց ունենանք այստեղ, չունենանք պոետիկ երեկոներ Տիգրան Կարապետյանի ԱԼՄ-ի ֆորմատով։ Եթե ինչ-որ բան ասում եք, այս դահլիճում նույն ճշգրիտ նույն վերաբերմունքը ստանալու են իրանք, ձեզ հարց տվողը։ Եվ այն մնացածը էլ չշարունակեն։ Խորհրդարանական բարեկրթության սահմաններում քննարկումները վաղն էլ կշարունակվեն։